ես ասեմ, ինչու ենք մենք այստեղ ընդհանրապես։ Ուրեմն մեր մտահոգությունն այն է, որ գործում է կազմակերպված հանցախմբում, որի նպատակը երկրապահ միությանը եւ երկրապահի առաջնորդ Գեներալ Մամեդ Գրիգորյանին վարկաբեկելն է։ Ու հաշվի առնելով այն գործունեությունը, որ ծավալում է երկրապահի այսօրերին, այն առաքելությունը, որ իրականացնում է, այս հանցախմբը սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը։ Ուրեմն ապրիլի 2-ից հետո 20 ժամում մոբիլիզացվեց երկրապահը, հազարավոր երկրապահներով հայտնվեցին առաջնագծում հայ դիրքապահի կողքին։ Ուրեմն անուրանալի աղանդ ունեցավ զորավարի կոչը եւ երկրապահների այնտեղ հայտնվելը։ Փառք մեր բանակին, փառք մեր 18-20 տարեկան զինծառայողներին, որ կարողացան ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման դեմը առնել, իրենք են սխրանքներ գործել, մենք փառաբանում ենք զինվորին, բայց եկեք իրականությունը չանտեսենք, եթե երկրապահ հասավ, համալրեցին ջոկերը, վաշտերը, դասակների կազմերը, բոլոր հենակետերը, այսօր երկրապահի շնորհիվ, Մամեդ Գրիգորյանի շնորհիվ առաջնագծում սահմանային զորամասերում ամբողջ Արցախի երկայնքով չկա մի ջոկ, չկա մի դասակ, չկա մի վաշտ, չկա մի հենակետ, որտեղ մարդու պակաս կա, որքան մարդուց պետք է կանգնած այնտեղ։ Ուրեմն եկեք նաև հետևություն անենք, թե ում է ձեռնտու այդ հակաքարոզչությունը երկրապահի դեմ, ընդ որում Հորինովի ստահոդ դուրերով, զրպարտություններով, որոնք վճարովի գովազդի ձևով տարածվում են։ Նաև տեսնում եք էլի բոլորը, որ վճարովի գովազդով այդ Բադասյան Վահանի հորինած սուտը տարածվում է։ Ու բանը, ուրեմն մարդը խոսում է, տեսախցիկների առաջ պատմա սենց եղավ բան, հետո երբ որ փաստերով, փաստարկներով նեղում են իրեն, ասում է, հա դե չէ, ես ներկա չեմ եղել, բայց իմ ընկերներին պատմել են, որ եղել է, հետո ինչ-որ Սուրիկ է հայտնվում, որը պարզում է այդ հարցազրույց վերցրողն էր Վահանից, ինքն է ասել, Վահան, գիտես, այս բանը եղել, ես քեզ հարց տամ դու պատասխանի, այս Սուրիկին էլ, որ նեղում են փաստերով, փաստերի դեմ բան չունի ասելու, ասում է, հա, այդ միջադեպը եղել պրծել էր, այդ զինվորները, որ իջնում էին, այդտեղ տեսա։ Մենք ունենք հարյուրավոր տեսագրություններ, զինվորների, զինծառայողների, սպաների, ովքեր ակնածանքով, հարգանքով են խոսում գեներալի մասին, երկրապահի մասին, ովքեր ասում են, որ եթե երկրապահներ չներ, հնարավոր չէր լինի քարորյա պատերազմը դադարեցնել։ Թուրքը չէր կանգնի, որովհետև բացեր կային։ Կամ մի հոգի, մի զինծառայող, որ հակառակը ասում է, կանգնի ասի, թե չէ իր անցանունից այս մարդիկ, ու առավել մտահոգիչ այն, որ այսօր արդեն Արցախի վարչապետի մամուլի քարտուղարը, որ պատասխանատու մարդ է, ընկնում է սրանց խելքին, ասում է, ես տեղյակ չեմ ինչ ա եղել, բայց դատապարտում եմ։ Ասենք նրանք Վահանը, Սուրենը, հա, կարան խոսել, առանց փաստարկի խոսել, ինչ-որ խնդիրներ ունեն լուծելու։ Դու վարչապետի մամուլի քարտուղար, որ տեղյակ չես, ո՞նց ես դատապարտում այդ տղա։ Հա, էսի էս մասով, ուրեմն ինչ վերաբերում է այդ Վահանի հայտարարությանը, թե Հադրութից հեռացրել են գեներալին։ Ուրեմն Արցախի հերոս գեներալ Մամեդ Գրիգորյանը միշտ ընդեղ է, որտեղ ինքը ճիշտ է համարում, որտեղ որ պահանջում է հայազգի շահը, Հայաստան պետության եւ հայկական Արցախ պետության շահը։ Չկա այդպես մարդ աշխարհում, որ կարա որոշի, թե գեներալը որտեղ լինի։ Հադրութի վարչակազմին զանգեք, թե ոնց են լացել իր հետևից, որովհետեւ Հադրութի ժողովուրդը 89-94-ին տեսել է, որ եթե այդտեղ կանգնած է Մամեդ Գրիգորյանը, ուրեմն անվտանգ է, իրանց սպառնալիք չկա։ Իր 13 տարեկան տղուն հետը տանում էր այնտեղ, որ Հադրութի ժողովուրդը հանկարծ չթողնեն թաղնեն։ Բայց անալիզ անելով սահմանային իրավիճակը, ինքը նպատակահարմար գտավ, որ այս պահին շտաբը, Արցախում գործող երկրապահի շտաբը լինի Արալերում։ Ինքը, ուրեմն գեներալը ինքը միշտ ցանկացած պահի կարա որոշի, լինել Արալերում, Հադրութում, Մարտակերտում, կարող է լինի Երևանում կամ Էջմիածնում, կարող է իրավիճակը նես փոխվի, ինքը լինի Տավուշում, լինի Վայոց Ձորում, Նախիջևանի սահմանին։ Այս իմ ասածները, որ այս մարդկանց լրիվ խոսակցությունները առանց փաստի, առանց փաստարկի են, երբ որ խոսում ես, դուրս է գալի, որ լակոտական բամբասանքներ են։ Հետո ասում են, չէ, մենք չենք եղել։ Վերջը ով ա եղել։ Հիմա ստեղ կան ականատեսներ այս միջադեպ կոչվածի։ Կպատմեն ոնց ա եղել, եթե մյուս կողմից, այսպես ասած, կան մարդիկ, որ իրոք տեղյակ են եղել, հրավիրեք այս ականատեսների հետ, մամուլի ակումբ կլինի, հեռուստաընկերության եթեր կլինի, թող բանավիճեն ամեն մեկը իրեն ասի։ Ստեղ կան, որ իրոք կենդանի եղել են այդ միջադեպ կոչվածին։ Խնդրեմ։ Ես ցանկանայի ասեմ, որ թե այս միջադեպը, այս խոսակցությունները լայն առումով, եթե մենք ասենք փորձենք դիտարկել այս վերջի մի ամսվա ընդհանուր կոնտեքստում, պետք է նկատենք մի տխուր իրողություն, որ այսօր Հայաստանի մարդկային
մի հիվանդալին մոտ առաջացել, որ առանձին բառերից կարծելու, անվանարկելու մեր գիտնականներին, մտավորականներին, ասենք բանակի դեմ վիրավորանքների հիմա լղոզել իբր թե այդ բանակի հանդեպ ուրեմն մտահոգությամբ եւ սիրով եւ այս ուրեմն այն ինչ որ տեղի ունենում պետք է ստուգաբանել այս նույն համատեքստում եւ ես զարմանում եմ ու նաեւ ինչի համար ուշադրամ եթե ասենք Երևանի Facebook-յան հասարակությունից որևէ մեկ է գրառումներ այդ խոսքեր ասածներ ասել է մարդ այլ հիմա ասենք նեգոտնիա կամ որևէ չի գնացել չի պատկերացնում ինչ որ տես սրտաճոմլիկ խոհեր արտահայտում բայց ես կարծում եմ անաղոհացությունը ու անբարոյականությունը երբ որ այդ նույն բաները ասենք Արցախից հնչում ես սա չեմ ուզում որ ինչ որ հակադրություն համարել որտեղ իմ կյանքի լավագույն տարիներն էլ Ղարաբաղում են անցել բայց բարոյական չէ եմ ես կրկնում որ այս հարցադրումները հնչում են Ղարաբաղից որտեղ ամեն ինչ թե երկրապահ կամավորականների գործունեությունը թե լեգենդար 5-րդ բրիգադի 94 թվին եղել է Արցախում իսկ ինչ վերաբերվում է այդ Բադասյանի ասածին որ ես չեմ ճանաչում իրեն ես զարմանում եմ հոգեբանորեն չեմ կարողանում հասկանալ թե իրենք թե ասենք էլի անցյալում որոշակի վաստակ ունեցող մարդիկ են եղել որոնց այսօրվա պահվածքը ես չեմ ասում երկրապահ այլ ընդհանրապես էլի տարօրինակա ոնց որ դեմ դինջեն իրենց անցյալը եւ կարելի ասել դեռ ուրեմն ապրիլի սկզբին այդ Բադասյանը ինչ որ տարօրինակ բաներ էր ասել եւ այս վերջի հայտարարությունը որ ես կարդացի ինչը զարմացել ուրեմն բացարձակ ստերի վրա հիմնված ասենք բուն այդ միջադեպ Քոչեցյանի ես ներկա չեմ եղել դրա մասին չեմ կարող ասել բայց այդ փոքր հարցազրույցի մեջ մի քանի փաստական անճշտություններ եւ կեղծիքներ կար նախ այդ ենթադրյալ չգիտեմ որ 90-ական թվականներին ուրեմն գեներալ Մանվել Գրիգորյանի եւ ասենք հադրութի բնակչության հետ ինչ որ լարվածություն ա եղել ես ես որպես ականատես ասեմ ամեն անգամ երկրապահի որ ուխտագնացության են գնացել կամ նույն այս ժամանակ երբ որ արդեն շտաբը հադրութում էր ուղղակի օրական հերթեր երևում որ մարդիկ գալիս են պարզ ժողովրդական հավատով սիրով ասեն գեներալին տեսնելու ամեն մեկ ինչ որ մի նվեր է բերում ասում է էսի չգիտեմ էլի պարզ գյուղատնտեսական այդպիսի անկեղծեր ես ոչ մեկի հանդեպ չեմ տեսել եւ այդպիսի անամոթսուտ ասել դա անբարոյական է հաջորդ հարցը որ ինքը հարցազրույցի մեջ որ կառուցված է կուրս ստերի ընթացքով հաջորդ ասում է թե իբրև թե հադրութում այդ լարվածությունից հետո 94 թվականին նրան անարգական ձևի ասում աղարկեցին կամ փշեցին Մարտակերտ ուրեմն սրա այս մի սոտի եւ տեխնիկի էությունից նա ինչպես գիտեք 93 թվականի վերջին երբ որ մարտական գործողությունները ծավալվեցին եւ Մարտակերտի ճակատում ուրեմն հյուսիսում հակառակորդելի կարողացավ ճեղքել Մանվել Գրիգորյանի գլխավորած ուրեմն բրիգադը հարավային ուղղությունից կարասել նոր տարվարային ձմեռային պայմաններում ուրեմն վերաբաշխվեց դեպի հյուսիսային ուղղություն որպեսզի այնտեղ Հագվի առաջ խաղացող հակառակորդի ուրեմն ճանապարհը եւ այսի մասածները դուք կարող եք ստուգել բազմահազար 5-րդ բրիգադի անդամներ եւ եթե ինքը ասում է թե այդ Բադասյանը որ ես չգիտեմ 94 թվականին գեներալ Մանվել Գրիգորյանի ինչ արել Մարտակերտում նշանակում է կամ նա ստախոսա կամ 94 թվականին Ղարաբաղում չի եղել որտեղ անհնար է 94 թվականին մարդը լիներ Ղարաբաղում եւ չիմանար թե ինչ արել գեներալ Մանվել Գրիգորյանը Ղարաբաղում Սա այսպես, հետո այստեղ մի անհեթեթ միտքեր կար այդ հարցազրույցում Հա, դե ես Դե ավելի ցավալի է թե հայն այդ ձևի բան ասում եւ հաջորդը որ այսպիսի մի բան էլ է հնչեցրել որ ամբողջահաճո թե իբրև թե Մանվել Գրիգորյանը ասենք մարտական գործողությունների չի մասնակցել ես չեմ կարող ասել թե այդ մարդը ինչ է հասկանում մարտական գործողությունների մասնակցել ասելով բայց մեր ամբողջ 5-րդ բրիգադը կվկայի որ 94 թվականին եթե գեներալ Զորավար Մանվել Գրիգորյանն ասենք մեղադրեց ասեմ քննադատել կամ փորձել են հետ պահել այն այլ որ որոշակի ինչպես գիտեք ասենք Զորահրամանատարը կներեք մի հեռավորության վրա պետք է լինի ասենք մարտակի հրամանատարը մի աստիճանի վաշտի հրամանատարը մի աստիճանի եւ միշտ Մանվել Գրիգորյանը մարտական գործողություններին մասնակցել է անթույլատրելի մոտիկության սա նույնիսկ անթույլատրելի ու սխալ է համարվել ասելով որ եթե հրետանի է խփի հրազենա խփի չէ եթե ասենք միջնադարից սկսած գիտեք եթե հրամանատարը զոհվում է դա ինչ որտեղ թե այդ տվյալ զորամիավորման համար է ինչ որ պարտություն համարվում եթե հակառակորդին է ուրեմն թեև տալիս եւ այսպես Մանվել Գրիգորյանը միշտ արժևում է եղել եւ այդ քննարկումը գնացել է ես ասեմ Թալիշ Մադավիսյան նշանավոր օպերացիայից առաջ մենք ասենք ես էլ որպես օպերատիվ բաժնի ուրեմն այդ պատասխանատուներից ոգևորված մի տեղ ընտրեցինք որպես հրամանատարական բարձունք որ այդտեղից պիտի նայի ինքը եկավ ասեց ես ինչի եք փորում բացախեց ասեց դա այստեղ պետք է կանգնեմ եւ այսպեսի բազմաթիվ օրինակներ պետք է բերել եւ սա շատ ցավ է եւ վերջում մի բան էլ ասեմ ես
ուրեմն այդ Բադասյանի ամբողջ հայտարարությունների մեջ այդ թողումները խղճին են ինչ-որ ասել է, բայց կար նաև ուղղակի դավաճանական մի հայտարարություն, որ ասում է, թե ինքը պետք է Արցախից եւ ընդհանրապես ուրեմն մեր երկրապահները հետ վերադառնան։ Դա մի հարց է, որ ինքը բարոյական իրավունք ունի որոշելու։ Այդ հարցը ասենք մեր զորքերի տեղաբաշխումը, մյուսները դա ուրեմն պաշտպանության բանակը եւ ընդհանրապես մեր զինված ուժերի հրամանատարությունը պետք է որոշի։ Եթե նման որոշում չկա, որևէ մեկը որ ասում է այդպիսի հայտարարություն, դա բացական անդրադառնում ոչ միայն զինվորականների վրա, այլև բազմաթիվ հարցեր առաջացնում այստեղ Հայաստանում։ Ես ձեզ բերեմ մի օրինակ, պարզագույն օրինակ։ Ուրեմն երբ որ ապրիլի սկզբին հիշում եք, որ տարբեր ուրեմն օպերատորները հեռախոսային հայտարարեցին, որ պետք է վերադառնալ նախկին վիճակին, չէ՞ պարզագույն բան, ընդհանրապես հեռախոսի վճարի հարցեր, որ պետք է վերադառնալ նախկին վիճակին, որ պատերազմը ավարտվել է, արդեն այստեղ Արցախում գտնվող ասենք կամավորականների ընտանիքների մարդիկ, աշխատողների ասին, բա դուք ինչ եք անում, չէ՞ որ արդեն պատերազմը պրծել է, ինչի հետ չեք գալի, այսինքն ամեն մի բան, որ այսպիսի թյուրիմացիան մեջ է գցում, սա շատ բացասական հետևանք է թողում։ Նույն ձևի Բադասյանի այդ հայտարարությունը դավաճանությունների տաղմով, որ հիմա ասենք այստեղ գտնվողների հարազատները, վերջի որևէ մարդ պարապ չի թողների ասել բոմբ չի, որ այնտեղ գտնվում է, ինքը հազար դժվարության զոհության գնով այնտեղ գտնվում, թե ասենք նյութական իր ընտանիքների հետ կապված, թե անմիջական են մահվան ու պատերազմական վիճակը, որի մեջ ինքը գտնվում է, եւ այս պայմաններում այդպիսի հայտարարություն անել, վիրավորել թե դիրքերում գտնվող զինվորներին, եւ թե ասենք շփոթություն ստեղծել Հայաստանում գտնվող նրանց ընտանիքների եւ ասենք աշխատակիցների շրջանակում, դա ուղղակի անբարոյականություն է, անցուլադրելի մի բան է եւ հա այդ էլ իր հերթ է եւ ուրեմն ավարտելը խոսքս ինչ կցանկանայի ուրեմն ասել եւ այդ ասենք գիտեք մարդիկ եթե ասենք Երևանում անհետ մեկնաբանություններ ան դա էլի ներելի է, բայց եթե մեկնաբանությունները Արցախից են հնչում, դա ուղղակի արտահայտություն է, ինչի համար եմ ցանկանում ասել, այն մեկնաբանության թե հիմա ասենք գեներալը հադրութից գնացել է։ Հիմա ես ասեմ, էլի ամսի 3-ից ես զորավարել մեկնել եմ ուրեմն Արցախ, տեղաշարժերի էությունը տրամաբանությունը ինչով է պայմանավորված եղել, ինչքանով որ ասենք կարելի է դա այստեղ ասել, հիմնական էս է եղել, երբ որ երկրապահը գնաց, ուրեմն ամբողջ առաջնագծի երկայնքով ուրեմն տեղաբաշխվեց եւ ըստ այդմ ասենք զորավարը եւ ընդհանրապես շտաբը պետք է գտնվեր այնպիսի մի տեղ, որպեսզի կապ լիներ ամբողջ ճակատի երկայնքով։ Այնուհետեւ որոշ ժամանակ հետո նպատակահարմար գտնվեց, որ երկրապահները կենտրոնանան հարավի պաշտպանական որոշակի շրջաններում։ Այդ դեպքում բնականաբար արդեն շտաբը պետք է գնար այնպիսի տեղ, որպեսզի օպերատիվ կառավարումը ավելի արդյունավետ լիներ եւ դրա համար ընտրվեց հադրութը, այնուհետև ավելի որոշակի հստակեցումներ եղան եւ դա ուրեմն պայմանավորեց շտաբի ասենք տեղափոխումը իր գտնվելու տեղի։ Այսինքն տրամաբաններ մարդը պետք է գտնվի այնտեղ, որտեղ զորքն է։ Եթե վաղը ասենք տանեն հյուսիս, դա չի նշանակելու, որ այս տեղից էլ իրեն ասել են գնացել, այլ որտեղ զորքն է այնտեղ գտնվում է հրամանատար։ Սա այս պարզ տրամաբանությամբ է պայմանավորված։ Ու ես ասում եմ, ես վերջի մի ամսվա համար եկել եմ Հայաստան արտահայտ բաներ եմ լսել։ Հիմա ձեր համբերությունից շահելով, ասենք մեր մյուս ընկերներն թող խոսեն, հետո ինչ ուրեմն հարցների ես պարտավոր եմ, ես պատրաստ եմ պատասխանելու եւ իմ հարցերի ճշտությունը դուք կարող եք ստուգել, սա զորակոչ է լինում, չէ՞, զորացում եւ զորակոչ։ Այն բազմահազար զինվորներից ովքեր կան դիրքերից, ինչպես նաեւ այն բազմահազար երկրապահներից, ովքեր որոշակի հերթափոխով գնում գալիս են։ Ինչ չեք հավատում, այդ կարող եք ստուգել այդ մնացյալ մեր զինծառայողներից։ Շնորհակալություն։ Ես Ֆիլիպյան Մանվելի գեներալի փոխնական ազգային ժողովում եւ ապրիլի 2-ից մինչ 2 օր առաջ գտնվել եմ Լեռնային Ղարաբաղում, գտնվել եմ երկրորդ կողմի ձևավորված զորամիավորման շտաբում, շտաբի աշխատակից եմ եղել։ Ես փորձեմ ներկայացնել այսպես ասած այս միջադեպը, քանի որ նախ ցտաուտ լուրերի հիմքը դնեմ ես, որ ամբողջությամբ սուտ են ներկայացնում, չի եղել ոչ մի զինվորական, չի եղել մոբիլիզացիոն զորքից ոչ մի ներկայացուցիչ, երբ որ գեներալը հետ ենք վերադառնում մենք Ջաբրայիլից, դեռ հատուկ չասած, մեր դիմաց հանդիպակաց կանգնած են երկու ավտոմեքենաներ, Mercedes ավտոմեքենան եւ Opel, մյուս իրենց ցտաուտ լուրը, որպես այդպիսին շարասյուն Ֆիլիպյան Մանվելի ղեկավարությամբ չի եղել, առաջից գնացել է գեներալի ավտոմեքենա, հետևից եղել է 06, որի մեջ եղել եմ ես, եւ մեր հետևից եղել է շտապօգնության ՈՒԱԶ։ Երկու ավտոմեքենաները կանգնած են հանդիպակաց թեքության վրա, դռները բաց։ Առաջի սիգնալից հետո, այսինքն նախազգուշացումից հետո իրենք իրենց ավտոմեքենաների դիրքը չեն փոխել, որից հետո գեներալը փորձել է շրջացել ավտոմեքենաների
փող կրկիտ կանգնելով խորհուրդել է սաստել է իրենց, որ չի կարելի ճանապարհը փակել։ Ձեր մոտեցումը սխալ է։ Եվ մենք շարունակել ենք ճանապարհը, որ ներկայացվում է, որ իջել են, անվտանգության աշխատակիցները կրակել են, ահաբեկել են, ամբողջությամբ սուտ է։ Եվ ես պատասխան եմ տալիս ամեն ինչ բառի համար։ Հրապարակայինորեն հրավիրում եմ բոլորին, թող գան իմ հետ բանավիճել։ Ես մասնակից եմ եղել, ես ներկա եմ եղել այդ ամբողջին։ Իսկ ովքեր են եղել այդ մեքենաների մեջ։ Եղել են շարքային քաղաքացիներ, ինքն ունեցած ինֆորմացիայով, քանի որտեղ գնում էր շինարարական աշխատանքներ, գազ կամ ջրագծի փողի աշխատանքներ էր կատարվում, իմ անձնական կարծիքով երևի այդ աշխատակիցները կլինեն։ Այսինքն իրանք եղել են քաղաքացիական հագուստով։ Այսինքն այն ինֆորմացիան, որ զինվորականների միջև եղել, հաջորդը չեմ բացում, դռներն էլ բաց եւ ամեն իմ բառի համար պատասխան եմ տալիս։ Մի մասնակիցների մի կողմը մենք ենք, մյուս կողմը դժվար չէ գտնել, թող գան ներկայանա եւ կամոզվեք ինքներդ։ Հիմա ես շարունակեմ, մյուս ինֆորմացիան, որ ներկայացնում եմ, որ հատուտից դուրս է հանվել։ Ես որպես օպերատիվ շտաբի, այսինքն զորամիավորման օպերատիվ շտաբի աշխատակից եւ նամակագրությամբ զբաղվողման հայտարարում եմ, դեռ դեպքից 1 օր առաջ մենք տեղեկացրել ենք Պաշտպանության բաժնի նամակի հրամանատարությանը, որ դիստակացիան փոխվում է զորամիավորման շտաբի, այսինքն, որպեսզի ավելի մոտ լիներ, ավելի օպերատիվ լիներ, ինչպես պարոն Դեզրիկյանը առաջի օրին, քանի որ ԵԿՄ կամավորականները ամբողջությամբ եղնիկների միջև արած գետը, այսինքն Ջաբրալի վերջի գետը, բոլոր դիրքերում կային կամավորականները, Պաշտպանության բանակի հրամանատարության եւ ԵԿՄ հրամանատարության միջև համագործակցության արդյունքում որոշում կայացավ, որ հարավային թևը պետք է լինեն եւ բնականաբար շտաբի պետք է իր աշխատանքների տեղը փոխել։ Դեռ 1 օր առաջ մենք հայտարարել ենք, որ դուրս ենք գալիս։ Հաջորդը ես նույնպես կարող եմ հայտարարում եմ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարը Գևորգյանը 2 ժամ անընդմեջ խնդրում էր գեներալին, որ խնդրում եմ, ես չեմ ուզում, որ դուք Հադրութից դուրս գաք, մնացեք մեր Հադրութում։ Բոլորը շատ լավ գիտեն, որ այդ տարածաշրջանում ամենախիտ բնակեցված բնակության առումով Հադրութում էր եւ բնակության համար ամենաանվտանգ փաստն այն էր, որ շտաբը գտնվում էր այդ տարածքում։ Հաջորդը ես կուզենամ կասկածի տակ դնել Լեռնային Ղարաբաղի վարչապետի մամլոք խոսնակի պրոֆեսիոնալիզմը։ Կուզենամ քննադատել իր աշխատելաոճը։ Մարդ, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում եւ չի կարողանում տիրապետել իրավիճակին, ես կարծում եմ, որ ինքը աշխատելու իրավունք չունի։ Քանի որ շատ հանգիստ նա կարող է հնարավորություններ ունել պաշտպանական բանակից ճշտել, որ չի եղել զինվորական, չի եղել մոբիլիզացիոն ոչ մի զորք, գեներալի ու զինվորականների միջև երբեք չէր կարող լինել հակասություն։ Գեներալի կողմից երբեք չէր կարող վիրավորական արտահայտություն լինել ցանկացած զինվորական հապուստով անձի նկատմամբ։ Մյուսը, ինչու համար եմ մամլոքոսնակին քննադատում, չեմ կարծում, որ Հայաստանում գտնվի մեկը, ով իրեն թույլ կտա մեր ազգային հերոսներից մեկի հասցնում մի բան խոսել։ Իսկ չէ, իսկ շարունակությունն ասեմ, իսկ եթե Ղարաբաղում պետական պաշտոնյան իրեն թույլ է տալիս Արցախի հերոսի նկատմամբ նմանատիպ արտահայտություն անել, ես այդ պետական աշխատողի աշխատելավոճը չեմ կարողանում ընդդիմել եւ հասկանալ։ Այս ամբողջ դեպքի ինչպես է եղել միջադեպը եւ հրապարակայինորեն ով կա մյուս կողմից կոչ եմ անում թող գան իմ հետ այս նույն թեման խոսեն։ Ես ներկա եմ եղել։ Իսկ այդ տեսանյութում նաեւ հնչում էր տեխնիկան, գյուղատնտեսական տեխնիկան, շինարարական բերելու դրա վերաբերյալ ինչ կասեք դրա մասին։ Ես անհեթեթ դուրերը ցանկություն չունեմ այդ բանալու։ Եթե կարելի է պատասխանեմ, եթե ուշադիր լսել եք, այդ տեսանյութում չի ասում հիմա է բեր, ասում է որ գեներալ ասմային սնականը երբ որ Էդուլի զորակում ա եղել, բերել է եւ ես այդ հարցին անդրադարձան պարզ փաստարկում եմ, որ եթե ասենք այդպիսի բան եղած լիներ ժողովրդի հակակրանք լինեն, ինքնաբուխ ուրեմն ջերմությունը սերը որ կա, ամենամեծ այդ սերը մեկ կա Հադրութում, մեկ Մարտակերտում, որովհետեւ այդ երկու տեղում է տեղակայված եղել, էլի, իսկ եթե մարդը անմիջականորեն մի տեղ է եղել եւ այդտեղ սիրում են, դա արդեն ամենամեծ գնահատականն է։ Վերացական հերվից բոլորը կարող են սիրել, բայց մարդկային հարաբերությունների մեջ եղած
պայմաններում երբ որ սիրում են նշանակում այդպիսի բան չկա եւ այդ փաստերը դու կարող ես հագից գնալ այդ դերակում այդ բոլոր յուղախմբերում ճշտել դա ամենայն պատասխանատվության պատմում զրպարտություն անօթեթություն է եւ մի վերջի բան ասեմ այս հարցի վերաբերյալ երբեք դուք չեք կարող գտնել ասեք մի որևէ մեկին որ ասացեք չի ասում եք թալան է եղել էս եղել ենթադրած բոլորը այլ բնակավայրերում ա եղել բուն հայկական բնակավայրում այդպիսի բան չէր կարող լինել դա առողջ բնակչությանը հակասող բան է Կամերականի ինստալացիոն կողմնակը աշխատանքացիոն նախ ուզում եմ ձեզ բոլորի շնորհել հայսանը կապանությամբ զորավարությունից հազարավոր երկարողների և ուզում եմ շեշտել, որ շատված տակմատիկեր շատավիկոսի խաղությունը բոլոր ակտնակները դրել են այս դեպիասկանանության շնորհիվ։ Երկրապահը առաջին իսկ օրվանից 88-89 թվականներից հայտարարել է, որ Արցախը մեր անունն է, Հայաստանը մեր ազգանունն է, կամ հակառակ։ Երկրապահը 89 թվականից արդեն գտնվել առաջնագծում եւ առ այսօր բազմահազար երկրապահներ գտնվում են այնտեղ, որտեղ հրամայել է Հայաստանի Հանրապետության նախագահ մեր գերագույն գլխավոր հրամանատարը եւ կմնա այնքան առաջնագծում, որքան որ դա կպահանջի մեր ժողովուրդը։ Ապրիլի 2-ին բոլորդ տեղյակ եք, որ մի քանի ժամվա ընթացքում հազարավոր երկրապահներ, ես կասեի նաև մեր ժողովուրդը, երկրապահ ժողովուրդը միասնաբար կանգնեց ու պաշտպանեց Արցախի ազատ անկախ ապրելու իրավունքը։ Եվ դա պատահական չէ։ Նույն երկրապահները, որոնք հաղթանակի կերտեցին, եւ 94 թվականի զինադատարից հետո, եթե մենք ասում ենք զինադատար, նաև հնչում էր, որ պատերազմը ավարտվել է, մեզ համար երբեք մենք չենք համարել, որ պատերազմը ավարտվել է։ Սպարապետն էր ասում դեռևս, որ մեր ժողովուրդը պետք է կամքը ունենա վերջնական հաղթանակի հասնելու համար։ Գոնե մեկ անգամ մենք պիտի զոհողությունների բազմահազար, եթե անհրաժեշտ լինի մեր տղաների կյանքի առողջության շնորհիվ, պիտի վերջնական հաղթանակի հասնենք։ Այս օրերին, և գիտեք, որ երեք նաև հանդիպում է եղել նախագահների միջև և այս լարված օրերին, այս պատերազմական ընթացքում, գիտեք, որ նաև երեք գիշեր մենք ունեցել ենք զոհ, տարուտում։ Ես ուղղակի զարմացած եմ, որ նայելով ասեմ ձեզ, որ լրատվամիջոցների հետ ես քիչ եմ շփվում, որովհետև մենք ես միշտ մեր Վարդան Վարդանյանի լրատվության պատասխանատուին ասել եմ, որ դեռևս 96 թվականին է զորավարն ասել, որ ինչ ուզում են թող ասել, մենք մեզ վրա չլացեն, վերևում Աստված, ներքևում մեր սուրբ մայրերը։ Եվ ուղղակի զարմացած եմ, որ այդ օրերին նման ստաղոտ լուրերով, հերյուրանքներով բերում են, լցնում են լրատվական դաշտը, փոխարենը, որ նույն լրատվամիջոցները մեր շատ սիրելի լրատվամիջոցները, որոնք շատ պատրաստված են, ես կասեի, վերլուծելու, գտնելու են ակունքները, որտեղից ծնվում է երկրապահը, քանզի մենք արդեն տարիներ շարունակ դեռևս 97 թվականից Սպարապետի կողմից ստեղծված պատանի երկրապահները, այսօր արդեն նույն այդ պատանիները գտնվում են առաջնագծում։ Մեկ երասերուն երկրապահները, նույն պատանիները, նույն երիտասարդները, նույն մեր 94-ի թողի գողով պատերազմական անցած տղաները։ Եվ առաջնագծում պատկերացնում եք հազարավոր զանգեր եմ ես ստացել ամսի 2-ից մինչև առայսօր ես ամեն օր մասնակցել եմ համապատասխան վայրից մեր հերթափոխների մեկման Արցախ եւ դիմավորել եմ գիշերները բոլորին եւ ճանապարհել եմ։ Եվ այդ բազմահազար տղաները զանգահարում են անհանգստանում են։ Եվ դա ինձ ստիպեց այսօր մասնակցել ասուլիսին։ Քիչ առաջ հնչեց հարց, որ 94-ին ինչ որ մեքենաներ, ինչի մասին է խոսքը։ Հենց այսինքն ինֆորմացիա է ասվում, որ եթե այդպես է, ձեզանից նաև կան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք մեզ հետ միասին մասնակցել են Արցախ կազմակերպած մեր ավանդական միտակնություններին։ Միայն հենց անցած տարի 2750 պայուսակ մենք տարել ենք առաջին դասնացներին որպես նվեր։ Եվ բացի դա,
ամեն տարի մեր ուխտագնացներին մեր տղաներ մասնակցելով մենք լինում ենք բոլոր շեներում եւ կոմպյուտերային տեխնիկայից սկսած մինչև հազարավոր բաներ։ Դա ուղղակի ես նույնիսկ չգիտեմ դրա ಬಗ್ಗೆ, ինչպես ասենք արձագանքենք։ Պատմում ենք, ասենք թե տարիներ 20 տարուց ավելի ուխտագնացություններ եւ մենք այդ նույն եթե տեխնիկայի կա, մենք տանում ենք նվերներ շեներին օգնություն, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն։ Ես որպես վարչության փոխնախագահ բազմապես այստեղ գտնվում եմ եւ ուզում եմ ասել, որ ինչպես նշեցի, երկրապահի գործունեություն ծավալել է, ինչ ասել եմ հերուրանքորեն չէ, բայց մենք մեր գործունեություն ծավալել ենք եւ ծավալենք։ Առաջիկայում հրավիրում եմ նաեւ լինել մեր ճամբարային հավաքումներին սկսել պատանիների եւ շուրջ 8000 պատանիներ կմասնակցեն մեր ճամբարային հավաքումներին։ Նույն հաջողությամբ առաջնագծից վերադարձած մեր տղաները, որոնք պատերազմով եւ 94 թվականի 91-94 եւ նաեւ ապրիլյան քարոզիա պատերազմի մասնակիցները իրենց փորձի դիտումները նաեւ մասնակցել եւ Հայաստանի եւ Ռուսաստանի ասել երկրապահի գործունեությունը սկսեց ավելել միասնական եւ մենք աշխատել ենք ըստ վարչության նախագահ Արտակոյի զորավարման նախանշած ծրագրի, որոնք սպառապետի ծրագրեր են։ Հայ ժողովրդի ամենամեծ արժեքավոր շարժումն է Մարադետ ազգային Սարսյանի նախնաշած ճանապարհներին նոր ռիսկ հաղորդեց Արցախի գերոս զորավար Մամուկյանը։ Նրա անձնական ներդրումն հայրենավիրությամբ ձևավորվեցին բոլոր կառույցները, ընդհանուր պատերազմի համար պատրաստ եղան արագ արձագանքման խմբերը, պատանի եւ երիտասարդ ակումբների ձևավորումը։ Նրա արդյունքը, ինչպես ասել, տեսակ Արվյան դեպքերի ժամանակ եւ առաջին օրը իսկ Բոցվանալով երկրապահ հայտնվեց զինվորի կողքին պաշտպանելու հայրենիքը, ինչպես նաև ոտեպնդելու սահմանամերձ ժողովրդին։ Երբ Արցախի գերոզորավար Մամուկ Գրիգորյանը հայտարարեց, որ ճանապարհ ունենք անցնելու, այդ ճանապարհը լավ բոլորիս հայտնի էր, որ Դաշտային Ղարաբաղի մնացած մասը ազատագրելն էր, այդ ժամանակ շատերի մոտ բարի ցանկություն, բարի լույս չարագեց, իսկ որոշ մարդկանց մոտ չարություն, թե վերադարձրեք զորավարին, երկրապահին առաջնագծից։ Սա նման արտահայտությունները եւ ստեղծված տեղեկությունները ես համարում եմ ճշնամու ժողովրդին ջուրլեցնել կամ ավելի խիստ թշնամու, այսպես ասած, վարձակալներ կամ ագերներ։ Դուք իմանան, որ զորավար Մամուկ Գրիգորյանից մինչև օրս սարսափում են Ադրբեջանի բանակ։ Նա լեռնային պատերազմի ասպետ է, ստրատեգ է, գիտեն, որ ցանկացած նրա որոշումը իրականացվելու եւ իրոք դեռ ճամփա ունի անցնելու։ Բնական է ամենակարևորը, որ Արցախի պաշտպանական բանակը դա նա է որոշելու Արցախի ճակատագիրը, ուրիշ ոչ ոք։ Զորավարը Արցախի պաշտպանական բանակի հզորացման համար անձնական ներդրում է կատարել, կարողանում է երկրապահ կամավորականներով ուժեղացնել։ Ինչու՞ չէ, եկեք կոչ անենք 10 տարով ազատամարտիկներին, երկրապահ կամավորականներին որոշում ընդունեն մնան դիրքերում, որովհետև գիտենալով, որ թշնամին դեռ շատ խաբկանքներ կարող է կիրառել։ Չմոռանանք, որ Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան զորավարությունների ծրագրի տակ շատ բան կա թաքնված։ Պետք է
մենք ինքներս հայ ժողովուրդը ամբողջությամբ, ինչպես զորավարն է ասում, համախմբվել, միասնաբար կարողանանք ուրիշ կարող են էլ դնել, որպեսզի հզորացնենք Արցախ աշխարհը, պաշտպանական բանակը, դա հայոց համարում եմ, հայոց պաշտպանական բանակը, եւ կարողանանք այդ բանակով միաժամանակ ծաղկեցնենք Արցախը, ինչու՞ չէ, վեր խոյացնենք գոնե առաջի քաղաքը Տիգրանակերտը, այդ ավերակների կողքին, ցույց տանք աշխարհին, որ մենք կամ պայքարում ենք եւ հաղթելու ենք, ինչպես զորավարն ասում, շնորհակալություն։ Ընկերներ, շնորհակալություն, որ եկել եք, ես շատ եմ, վերագիտմաս շատ եմ։ Վերջ, ուրեմն, ես նախաձեռնության, ես երևույթի նախաձեռնումներից մեկը երևին ես։ Ես եմ ցանկացել, որ եթե գեներալի խաբսին կպնում է, եթե որևէ զինվորի թեկուզ թերություն այս ժամանակ կպնում է, նրան այլ կերպ պետք չի ուտա, նա թշնամի է, նա օծի չուտա, եթե այսօր ժողովուրդ թերթը, ես զանգում ժողովուրդ թերթի գլխավոր խմբագրի տեղակալին, դա ասում եմ, ես ինչ եք գրել, ինչ իրավունք ունեք սենտրոդորդեկուն պատրազմի ժամանակ գեներալի մասին, ասեմ կհերքեք, ասել եմ կհերքեք, երկրորդ անգամ ասել կհերքեք, չհերքեցին, ասել դες գլխներին ինչ է բերելու, միշտ միթե կարելի է լրագրողը առանց ոչ մի բան անելու, եթե որոշ լրագրողներ գնում են պատերազմի գոտի, առաջի գետ եւ այլ, հələ հասկացան, երկրապահ, դա երկրապահի ստեղծումը, դա լեգենդ է, դա պատմություն է, դա հրաշք է ամբողջ ժողովրդի համար, այսօր երկրապահ, դա ուսուցիչն է ժամկետային զինծառայողը, ուսուցիչն է, նա է սովորեցնում զինվորին, թե ինչ անել, կարող է 40 տարեկան մարդը 18 տարեկանի, 16 տարեկանի չսովորեցնել, թե ինչ անել, այսօր կանում են լեգենդար հրամանատարի, այսօր կանում են այդ հրաշք մարդուն, ուզում են հողին հավասարնել, ուզում են որպեսզի ադրբեջանական թերթերը դրել ասել, ով ան դե գեներալ որ, որ ան դե բան որ, այսօր դեկտենեք ինչեր են դելու ադրբեջանական թերթերը, թուրքական թերթերը, դրանք բոլորը ճիշտ են ասում մեր ընկերները, ջրաղացին ջուր են լցնում, եւ պետք է այդ սրիգաներ են դատի տալ, որոնք գեներալի զինվորի մյուսին մանավանդ այն մարդուն, որը ամենական ուխտագնացության ժամանակ մարտակերտ հադրուտում, մի քանի տեղ 90 տարեկան միջև փոքր երեխան ոտերը պաչում ասում, դու չներ բան։ Ես ներկա եմ եղել անգամ մի դեպք, երբ որ իր եղբայրը մահացավ եղբայրը, ինքը չէր կարող թողել կռիվը գալ։ Չէր կարող գալ երկրորդ համանը մասնակցել, մեկ եք արարողությունը ստեղ արել։ Երբի պենշեր, բայց այն առաջի այո, չեկավ, եթե գալիս եք տանուն եք տալիս, Արցախը կորցնում է։ Եվ այդ մարդը այսօր կանում է, մեկ երեսները շուտ տան, ոչ մի բան չասեմ չխոսան, ինչի մասին է խոսքը։ Բաները պատան, որ անգամ մեր գեներալ Շարգանի զինվորը եւ այլն։ Մեր բոլորի դիտողությունը ոչինչ։ Եթե տեղին է թողնի, մենք չենք տեղանում։ Մենք նման ենք այն սպորտսմենին, որ տանուլ են տալի, ասում ոչինչ, տանուլ է հաջորդ անգամ կտանեն։ Եթե թերություն եք ունենում, պիտի մեզ ասել, այս բանը թերություն է, բան ասել, բայց ոչ թե կանեն, լկտի ձևով, հրապարակային, խայտարական են, որ ամբողջ Facebook-ը ինսիբիլա, բոլոր տեղերը բանել և թերթերը ապրծորի բանել գրել գեներալի մասին։ Ինչ են գրել։ Գրելա, որ բանը գեներալը շոուներ է սատում, այդեղ ռազմական գաղնիկ է, ես չեմ ուզում սա ասել, որ անձերն եք ասել, ռազմական գաղնիկ է, իրավունք չունեն կա թերթում գրելու, մակարդակ չունեն, որ այդ լրագրողը դդում է, մակարդակ չունի, որ ռազմական գաղնիկը չի հրատարակում։ Ինչ է նշանակում պաշտպանության նախարարը, բանում էտան ինչա, Ադրժողը նախագահների տասուրից ատալի ազգանի ժողում դուս են գալի իշկան գաղնիկա սա հրատարակում է։ Պաշտպանության նախարարը չպիտի դա անել, և մի արելա մտածելով, որ մարդ եք ել։ Դուս եկել, որ թապթպուկներ կա որոշ, որ դուս եկել դեսում ասեն գաղնիկը։ Ես նորից եմ միանում մեր ավակ ընկերների, մեր աղբերների, մեր բոլոր հարազատների և այլ ընկերներ, դուք լրագրող եք, ես նորից եմ ասում, մտավորական մարդուն շատ եմ արգում, բոլորին եմ արգում, բայց զինվորին, մանավանդ կամավոր կռվող զինվորին, ազգային հերոսին, կամավոր կռվող զինվորին և մորցոցից դուրս եկել, գնում է կռիվ մեռնելու, ես բոլորը, որոնք գնում են կռիվ, գնում են մեռնելու, գիտեք որ մեռնելու են գնում։ Ես անձամբ ինձ վրա փորձում եմ, երբ որ ես գնում եմ օգնություն է տանում հիմնականում, կամ դեղ, կամ դեղորայ, կամ բան, զորավար ընտանիք միության ազատամարտիկներին օգնող խմբի ղեկավար եմ եղել։ Մեկ էլ գալիս եք ծնողներն ասում են վրացիք, որ գնում ես երեխ տանում մի ասա, որ երեխաները դպրոցում լացեն ու սալ լացեն։ Ասեմ ես, որ գնում երեխին դուս տանում։
կամուֆլաժը չկա, կամ իսկ մեկը չկա։ Ինչ են, բոլորն են նույնն են, բոլորը գնում են մեռնում, ու չեն եղում։ Առաջին հաղթական դրոշը ես եմ դել Ադամյան Աղացի գլխին հետ Սամվել Սաֆարյանի հետ միասին։ Սաֆարյանն ասեց, «Հենց ինձ դրսում կանա»։ Իմ մարտական ընկերն են դրսում կանա։ Սամվել Սաֆարյանն ասեց, «Գնացեք մի դիր, սնայպերը ճակատից խփելու է»։ Լսում ես, ես է կողքից կանած մարդը։ Եվ ես որ կանեմ Սամվել Սաֆարյանին, մեր Մկրտչյանին, այս բոլորին, կանենք կողեն ցեխաներ, ապրեցում, մեկ էլ ձեն չանեք, մանավանդ գեներալին։ Գեներալը տա, գեներալ Մավետ Գրիգորյանը տա հայ ազգի սրտությունը, ոնց կարելի է տրամադրել։ Միայն նրա աղն ու սարսափը հերիքան դեր։ Հերիքը որ Ադրբեջանը ոչ իմանա չէ, դա նստի հերիքա։ Դա նստի հերիքա։ Այդպես կրկռալով, այդպես վնասազերմանելով, Վազգեն Սարգսյանի գլուխը կերավ։ Բաբայանը Սամոյին սենց արին։ Մեկը Ղևոնդին էս արին, մյուս հրամանատարին սենց արին, մյուս արադ ձեզ զզվեցրեք, լռեք։ Շնորհակալություն ուշադրության։ Տեսեք, խնդիրը որն է, երկրապահի հասցեին, գեներալի հասցեին միշտ ինչ-որ անանիմի, 37 թվի ոճով հրապարակումներ են լինում, երբեք հետևը մարդ կա։ Ես ասում եմ, հարյուրավոր տեսագրություններ ունենք, չէ, զինվորները խոսում են դերի, դերակատարության մասին, են հակառակ ասողները, երբեք փաստ չեն հրապարակում, հենց նենց օդի մեջ ասում են։ Նույնը այս բանում, որ ասվում էր, էլի որ վերադառնանք մեր այսօրվա բուն թեմային, անկարգություններ են անում, չէ, այտենց հրապարակումներ են եղան։ Ես որ ասում եմ կազմակերպված հանցախումբ է գործում է լրիվ իր ենթակառուցվածքներով, սադրիչ խմբերով, բան Facebook-ում ստատուսում մեկնաբանություն գրող կեղծօգտատերերով, կարող է եւ անկարգություն անողներ կան, բայց այսօր 21-րդ դարում ամեն մեկը գրպանում ունի սմարթֆոն, էլի կարող է հանի, նկարի, մի հատ թող հրապարակեն, որ այս անկարգություն անողը երկրապահներ, գեներալի շրջապատի մարդներ, չկա, նման դեպք չկա, չի եղել, կհրապարակեին, մի հատ տեսագրություն հրապարակվեր։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ զինադատարի նախորդ 2 տարիներ մենք անկեղծ ասած ամենալավագույն ձևով չի որ օգտագործել ենք։ Խնդրանքը ինչ է, որ հիմա հաստատված կրակի դադարեցման այս ամեն մի ժամը մենք օպտիմալ օգտագործենք մեր երկրի համար եւ ոչ թե փոխադարձ ուրեմն վիրավորանքների մեջ մեր ուժերը սպառենք։ Շնորհակալություն։